Ուրեմն շարունակում ենք մեր դասախոսությունը Եռապետության կազմալուծումը, քաղաքացիական պատերազմը եւ Կեսարի ռազմական դիկտատուրան։ Երկրորդ դասախոսությունը ասացինք, որ 49 թվականին սկսվեց քաղաքացիական պատերազմը, որի ռազմական այս լուծմանը Պոմպեոսը լրիվ անպատրաստ դուրս եկավ։ Նրա զորքերը գտնվում էին Իսպանիայում, իսկ ինքը թողեց հեռացավ Հունաստան, որպեսզի եթե կա ռազմական կոնֆլիկտ, թող լուծվի Հունաստանի հյուսիսային տարածքներում, բայց ոչ Իտալիայում։ Այս Կեսարը գրավեց Ռոմը, 48 տարի անց իրան հռչակեց դիկտատոր, որին ուզում էր քիչ առաջ ասացինք, տար հանդերձանք հանրապետական, բայց շատերը չէին, որ հավատում էին դրան։ Եվ հաջորդ 48 թվականին Կեսարը իր զորքերը տեղափոխեց Հունաստան, որպեսզի բախվեին գնոց Պոմպեոսի զորքերի հետ։ Նա հավաքվել էր այնտեղ շուրջ 100,000-նոց մի բանակ, նույնքան էր Կեսարը։ Առաջին ընթարումը, որտեղ ունեցավ Հունաստանի հյուսիսարևմուտքում Դյուրախյոն վայրում, Պոմպեոսը տարավ փայլուն հաղթանակ։ Բայց մենք չգիտենք, թե ինչու Պոմպեոսը չզարգացրեց այս հաղթանակը։ Այլ գնաց նահանջեց դեպի Հունաստանի հյուսիսարևելք, Թեսալիա, հարթավայրային մի վայրում, սպասելով Կեսարի եւ նրա զորքերին, որպեսզի այստեղ տեղի ունենա գլխավոր ճակատամարտը։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ նա անդադ տեսնում էր Կեսարի բանակում հռոմեացիների։ Կեսարի բանակում տեսնում էր երբեմն զինվորների, որ մի ժամանակ իր մոտ են ծառայել։ Եվ նրա այս անվճռականությունը, կարծես թե ճակատագրական եղավ։ 48 թվականին Փարսալուս քաղաքի մոտ Թեսալիայի տեղի ունեցավ խոշոր բախում այս երկու ուժերի միջև։ Պոմպեոսը այստեղ փաստորեն հոգեբանական պարտություն կրեց եւ թողեց հեռացավ արևելք։ Մտածում էր արևելքում երևի զորք հավաքել, բայց այդպես էլ չստացվեց։ Կեսարը տոնեց այս հաղթանակը եւ կրնկակոխ սկսեց հետապնդել Պոմպեոսին։ Իսկ Պոմպեոսը չխորացավ արևելքին։ Նա գնաց Եգիպտոս, որպեսզի երևի հյուսիսային Աֆրիկայով գնար Իսպանիա եւ միավորվեր իր զորքի հետ։ Բայց հենց ափիչավ այստեղ Պտղոմեոս արքան Եգիպտոսի հելենիստական նրան գլխատեց։ Կրնկակոխ Պոմպեոսին հետևած Կեսարը եկավ այստեղ, պատժեց եգիպտական արքային, գրավեց Ալեքսանդրիան, իշխանությունը հանձնեց Կլեոպատրա 7-րդին, այն արքայի քրոջը։ Եվ քանի որ եգիպտական զորքերը հարձակվում են Ալեքսանդրիայի վրա, նա որոշեց իր նավախումբը այրել, որպեսզի հակառակորդը չկարողանա Ալեքսանդրիային մոտենալ։ Բայց այդ հրդեհին հրոճարակ դարձան հնագույն ձեռագրերը։ Շուրջ ոմանք ասում են 150,000 ձեռագիր։ Գարանը Կեսարը հաղթանակ տարավ Պտղոմեոս 13-ի նկատմամբ եւ ամրապնդեց Կլեոպատրա 7-րդի իշխանությունը։ Լուր ստացավ, որ Միրդատ Պոնտացու որդին Փառնակեսը զորքերը հավաքում, որպեսզի հռոմեացիների դեմ նոր պատերազմ սկսի ազատագրական, այնպիսիք, ինչպիսին վարել էր ժամանակին իր հայրը, ազատագրական հարգավճակերտյալ։ Կեսարը առանց վարանելու իր լեգիոնները Սիրիական անապատով 14 օրերի ընթացքում կտրեց, անցավ եւ եկավ եւ Զելլա քաղաքի մոտ հարձակվեց հակառակորդի վրա եւ կոտորեց նրան։ Իմա եւ Ռոմ գրեց Վենի Վիկի եկա հաղթեցի, իսկ ավելի հետագայում Վենի Վիդի Վիկի եկա տեսա հաղթեցի։
Այսպիսով ամբողջ արևելքը ընկավ նրա իշխանության ներքո։ Նա եկավ Հռոմ 46 թվականին։ Այդ 46 թվականին նա իրեն հռչակեց դիկտատոր, շարունակական դիկտատոր։ Եվ այնուհետև անմիջապես իր զորքերը տարավ հյուսիսային Աֆրիկա, որտեղ վերջին հանրապետականները Կատոն կրտսերի գլխավորությամբ փորձում էին դիմադրություն ցույց տալ իրեն, եւ այստեղ շրջապատեց Իլերդա քաղաքը, եւ Կատոն կրտսերը ինքնասպան եղավ։ Լեգենդը ասում է, որ կեսարը երկու անգամ է լացել իր կյանքում, մեկը Պոմպեոսի մահն է ողբացել, մյուսը Կատոն կրտսերի։ Երևի հնարած է պատմությունը, բայց գեղեցիկ պատմություն է։ Այնուհետև անցավ Իսպանիա, գրավեց այն, Պոմպեոսի զորքերը նրան ենթարկվեցին, եւ 46 թվականին վերադարձավ կեսարը Հռոմ, արդեն ինչպես ասացինք, դիկտատոր, նա այլևս չէր խորշում, դիկտատոր, շարունակական դիկտատորի, այդպիսի բան հռոմեական սահմանադրության մեջ չկար։ Բոլորը գիտեին, որ նա արդեն ընդունում է, բաց, որ ինքը ռազմական դիկտատուրայի ստեղծողն է Հռոմում։ Նրան երկար չէր մնացել ապրելու, ընդամենը 2 տարի, ոչ լրիվ 2 տարի։ Այդ ընթացքում նա ինչ գործողություններ կատարեց, ռեֆորմների, այսպես իմաստով։ Ոմանք անգամ չափազանցնում են դրանք խոշոր ռեֆորմներ, բայց հիմա մենք կներկայացնենք, այո, եւ կտեսնենք, որ երևի այդ չափազանցություն է։ Առաջինը։ Հռոմում 300,000 մարդ սիմվոլիկ գներով հաց էին, ուտելիք էին ստանում պետությունից։ Նա կրճատեց այդ թիվը կեսով, մնացածներին ասաց, որ ես կազմակերպեմ հասարակական աշխատանքներ, գնացեք վաստակեք ձեր ապրուստը, ճանապարհաշինություն, նավաշինություն, ճահիճների չորացում եւ այլ աշխատանքներ։ Երկրորդը, որ նա արեց, Հռոմում մտցրեց հուլիան օրացույց, արեգակնային, լուսնային օրացույցի փոխարեն արեգակնային, 365, 4 տարի մեկ էլ 1 օր։ Սա չափազանց կարևոր ռեֆորմ էր, որտեղ ամբողջ տերության մեջ մտցնում էր սինխրոնիկ ժամանակ, համաժամանակություն էր մտցնում հռոմեական ամբողջ կայսրության մեջ։ Իսկ դա շատ կարևոր էր կայսրությունը կառավարելու, թղթակցելու, ըմբռնելու, հրամանները ուղարկելու, կատարելու դիտանկյունից։ Երևի ժամանակիցները այդքան էլ չէին խորապես մտնում այս կարևոր իրողության մեջ, այդ մենք ենք, որ հռոմեական կայսրությունը դիտարկում ենք իբրև համակարգ եւ համակարգային ժամանակի իրողությունը այսպես է հնչում։ Մի ռեֆորմը նա ձեռնարկեց, այն է, որ հռոմեական քաղաքացիությունը սկսեց տարածել Իտալիայի սահմաններից դուրս։ Նարբոնական Գալիայի ազատ բնակչությանը, Ցիզալպյան Գալիայի ազատ բնակչությունը, Իլիրիկումի ազատ բնակչությունը ստացավ հռոմեական քաղաքացիություն։ Ոմանք ասում են, որ նա նպատակ ուներ սա տարածել ընդհանրապես ավելի լայն շրջագծով, չգիտենք։ Այլևս նոր բաներ նա կողմից չձեռնարկվեցին, բայց աստիճանաբար կեսարի մեջ հասունանում էր իր անմրցակցելությունը։ Նա արդեն հասել էր փառքի գագաթնակետին։ Իր հակառակորդներին անգամ սկսում էր իրենց մեղքերը մերժել,
սկսում էր նրանց ներել, փախած արիստոկրատներին վերադարձնում էր Հռոմ, նրանց կալվածները հետ էր վերադարձնում եւ իր կողմից էլ հաճախ նրանց ֆինանսավորում էր։ Նա այլևս մրցակցություն չուներ։ Հեղինակները մեզ պատմում են այդպիսի մի տեսարան։ Մի անգամ կեսարը նստած էր հռոմեական ֆորումում, տրիումֆատորի իր հագուստով, ծիրանիով, եւ հանկարծ Անտոնիոսը հետևից շշուկ, մոտեցավ եւ նրան գլխին դրեց ոսկե պսակ։ Դա հին հռոմեական արքաների թագն էր, բայց ֆորումում կանգնած ամբողը զայրացավ եւ կեսարը եւ իզալյութը թափեց հարկավ ճակերտյալ Անտոնիոսի վրա։ Նա զգաց, որ հանրապետական ավանդույթները ուժեղ են Հռոմում, թեպետ անցել էր արդեն ինչքան 50 տարի, շուրջ 40 քանի տարի, բայց իրավիճակը չէր փոխվել։ Հարկավ սա բեմականացված գործողություն էր։ Կեսարը մտածում էր արդեն Հռոմում մենիշխանությունը վերականգնելու ուղղությամբ, մանավանդ որ հին ավանդությունները այս մասին էին խոսում։ Մենք քանիցս խոսել ենք Յուլիուս Ասկանիուսի մասին, Ալբա արքայի մասին, որին հուլիոսները համարում էին իրենց նախապապը։ Եվ հիմա նրանք կարծում, որ ժամանակը ցիկլային է, բոլորակային է, շրջապտուտային է, եւ եկել է ժամանակը, որ նորից պետք է վերադառնան արքայական ժամանակներին։ Հռոմեական արքայական իշխանությունը սկսեց բացարձակեցվել որոշ շրջաններում, որ նրա ժամանակ կար աշխարհաժողով, որ նրա ժամանակ կար սենատ, որ նրա ժամանակ արքաներին նախապես ընտրում էին ըստ իրենց գործողությունների եւ բարոյական արժեքների եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց Կեսարը նաեւ մտածում էր մեկ այլ ուղղությամբ, որ իր բացարձակ իշխանությունը նա պետք է ցույց տա ոչ միայն Իտալիային, ոչ միայն Հռոմին, այլև ամբողջ աշխարհին, որ իրեն հավասար չկա։ Եվ այստեղ նրա մեջ քաղաքական գործիչ առաջ անցավ նորից զորահրամանատարը։ Այս երևույթները լինում են։ Հետագայում պատմությունը պետք է տեսնի, որ նույնը եւ Նապոլեոնի ժամանակ եղավ։ Հանկարծ զորացավ նրա քաղաքական գործից ավելի առաջ անցավ զորահրամանատարը։ Եվ Կեսարը ձեռնարկեց այսպիսի մի կար, առաջիկա 3 տարվա բոլոր պաշտոնյաներին ընտրեց, նա մտածում է 3 տարի իրեն հերիք է ամբողջ աշխարհը գրավելու համար։ Եվ հայտարարեց, որ գնում է Կրասոսի ժամանակ հռոմեացիներին ստորացում պատճառող պարթևներից վրեժ լուծելու։ Կազմեց բանակ մեծ, կկազմի, այո, բանակ մեծ, եւ այդ բանակով կգնա պարթևների վրա, կգրավի ամբողջ նրանց կայսրությունը, ապա ինչպես ցույց էին տալիս այն ժամանակվա աշխարհագրական պատկերացումները, դուրս կգա Հնդկաստան, ապա Հնդկաստանից անդին գտնվում է օվկիանոս, այդպես էին նրանք պատկերացնում։ Այստեղ մեծ նավատորմ կկառուցի, իր բանակները կդնի նավերի վրա եւ կբարձրանան դեպի հյուսիս, չգիտեին հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մասին, ապա կգնան, կհասնեն մինչև Բրիտանիա, կգրավեն ամբողջ Բրիտանիան, եւ ապա, այո, ապահով Գալիայի միջով նա կվերադառնա Իտալիա, Իտալիայի Հռոմ, Հռոմը կդառնա աշխարհի կենտրոնը, իսկ կենտրոնի կենտրոնը կլինի ինքը։ Սեք ինչ ուտոպիկ ծրագրեր են գնում։ Նա արդեն կտրվել էր իրականությունից։ Իրականությունը մի կողմում էր, Կեսարը մեկ այլ կողմում էր, աշխարհագրական գիտությունը մի կողմում էր,
Կեսարը մեկ այլ կողմն էր, հասարակական կարծիքը մի կողմում էր, քիչ անց կտեսնենք, կեսարը մի այլ կողմում էր գտնվում։ Այսպիսի խզում առաջացավ։ Մենք նախկինում խոսել ենք այն մասին, թե ինչպես են խզվում հասարակական խմբեր, անհատները, հիմա արդեն անհատականությունն է խզվում իր շրջակա աշխարհից։ 44 թվականի փետրվարի 24-ին, աշխարհողում եւ սենատում օրենք անցկացրեցին եւ կեսար հռչակվեց դիկտատոր էտերնուս, հավերժական դիկտատոր։ Կեսարը այլևս շրջապատում չէր տեսնում ոչինչ, բացի իր կողմնակիցներից, որոնք քծնում էին նրան, սիրաշահում էին եւ քծնում էին նրան։ Եվ կեսարը չէր տեսնում իր շրջապատում, որ իր շուրջը երևում են երիտասարդների մի սերունդ, երիտասարդ ինչ, 80-ական թվականներին Քրիստոսից առաջ ծնվածներն էին, որոնց այս բոլորը ամենևին դուր չէր գալիս։ Այստեղ ձևավորվել էր մի նոր սերունդ։ Այդ սերնդի Պուբլիուս Կրասոսի հետ գնաց արևելք արշավանք եւ հետ չվերադարձավ, այլ իսկ Կեսարը նրա անվան հետ շատ բաներ էր կապում, որտեղ իր իշխանության ներքո նա կռվել էր եւ շատ համարձակ եւ քաջ եւ խելոք լավ կրթություն ստացած երիտասարդ էր Պուբլիուս Լիցինիուս Կրասոսը, նրա կողքին էր Դեցիմուս Յունիուս Բրուտուսը, նրա կողքին էր Մարկուս Յունիուս Բրուտուսը, նրա կողքին էր Գայուս Լիցինիուս Կրասուսը, նրա կողքին էր Կասիուս Լոնգինը, նրա կողքին էին այլ մարդիկ։ Եվ սրանց թիկունքում կանգնած էր Կիկերոնը։ Նրանք կարդացել էին նրա հանրապետությունը։ Նրանք հասկացել էին այդ հանրապետություն աշխատության ուղին։ Եվ նրանք ամենևին հիացական չէին Կեսարի այս գործողությունների նկատմամբ, թեպետ եւ ընդունում էին նրա հանճարեղ իրողությունը, որ նա հանճարեղ անձնավորությունը, թե քաղաքականության մեջ, թե ռազմարվեստում, թե ջարդասանական արվեստում, թե գրական, ստեղծագործությունների մեջ ամենուրեք նա այդպիսին էր։ Կեսարը չէր նկատում, որ իր շուրջը ձևավորվում է միություն։ Նրանք տարբեր էին իրարից, բայց իրենց միավորում էր հանրապետության փրկելու գաղափարը, եւ ինքը շատ առիթներ էր տվել նրանց այսպես խորհելու համար։ Եվ հանգուցալուծումը տեղի ունեցավ 44 թվականի մարտյան իդոսների ժամանակ, մարտի 15-ին։ Հռոմեացիները ամիսները բաժանում էին կալենդուսների, նոնուսների, իդուսների։ Իդուսը գալիս էր ամսվա կեսը, որպեսզի հետագայում ասենք ամսվա կեսից իդուսներից հետո 9-րդ օրը, ասենք այդպես էին ասում, կամ մինչև իդուսները, նոնուսներից հետո ես չգիտեմ որ օրը, այդպես էին ամիսը, եւ այդ օրը Կեսարը պետք է գնար սենատ։ Ընտանիքում վատ կանխագուշակություններ կային, հետագայի հեղինակները այդպես պետք է գրեն Սվետոնիուսը մանավանդ, եւ առաջարկում էին չգնալ, բայց Կեսարը պետք է գնար։ Եվ նա եկավ, նստեց իր բազգահավորակին, եւ նրան շրջապատեցին սենատորները, այս երիտասարդ, այո, պայմանական հարկավ երիտասարդ, որոնք ասենք դու արդեն ինչքան, արդեն 40 անց մարդ են, արդեն պրետորական մակարդակի էին արդեն հասել, այո,
ամեն մեկը մի խնդրանք էր, ամեն մեկը իր եղբոր, իր ազգականի, իրենց կալվածքի, իրենց պաշտոնեության եւ այլնի մասին էին խոսում Կեսարի հետ։ Հանկարծ մեկը մոտեցավ, ծնկեց Կեսարի մոտ, եւ քաշեց նրա քղանցքը, տրիումֆատորի քղանցքը, դա նշան էր հարձակման, եւ հարձակվեցին դավադիրները, եւ դաշույնի 60 հարվածով, եթե հավատանք, Կեսարն անշնչացավ, վերջին քայլերով նա ասում է Պլուտարքոս հեղինակը, նա հազիվ հասավ, իսկ սենատում դրված էին ականավոր հռոմեացիների կիսանդրիները եւ ընկավ մի կիսանդրու մոտ, պարզվեց, որ դա Գնեուս Պոմպեոսի կիսանդրին է, պատմությունը մի շրջապտույտ էլ կատարեց, պատտվեց Պոմպեոսից մինչև Կեսար, տարօրինակ ձևով, ավարտվեց կարծես թե մի ամբողջ էպոխա, սենատի, սենատական հանրապետության, թատերախաղի վերջին արարն էր, բոլոր հերոսները մահացել են, թե Պոմպեոսը, թե Կրասուսը, թե Կատոն Կրտսերը, թե Կլոդիուսը եւ թե Կեսարը, բայց ինչպես ցույց են տալու հետագա դեպքերը, այս պարագային մահանում էր նաեւ հավաքական, հռոմեական հանրապետության հավաքական կերպարը, սենատական հանրապետությունը։ Եվ իսկապես այս ողբերգության իսկական հերոսը հենց նա էր։ Նա պետք է մեռնի։ Բայց վերադառնանք Կեսարի տեսարանին։ Ծառաները վախեցան։ Դավադիրները վախեցան, բոլորը փախան։ Մի քանի ծառաներ պատգարակի վրա Կեսարի դին տարան տուն։ Հետագայում այս տեսարանը, երբ որ պետք է նկարագրի Շեքսպիրը, եւ վերջին հարվածողը նա ասում է եղել է Բրուտուսը, եւ դու Բրուտուս, այդ արտահայտությունն է դրել Կեսարի շուրթերին, նկատի ունենալով, որ Բրուտուսը ըստ էության նրա ապօրինի զավակն էր, Փաստորեն որդին, որ գիտեր այդ մասին, որին հովանորում էր Կեսարը, սպանեց նրան հանուն ավելի մեծ գաղափարի, հանրապետության գաղափարի, բայց թողնենք սա, գնանք առաջ։ Հռոմում լռություն էր, ինչ անել, ինչպես վարվել, ոնց դուրս գալ այս իրադրության տակից։ Մարտի 17-ին, երբ որ տեղի ունեցավ Կեսարի դիակիզումը, եւ այդ դիակիզման ժամանակ ճառ արտասանեց Մարկուս Անտոնիուսը։ Ամբողջ անտարբեր կանգնած էր այնտեղ։ Բայց երբ որ ամբողջ իմացավ, որ Կեսարը իր աղրելի կարողությունների շատ զգալի մասը հռոմեական ամբողջին է, հռոմեական ազգին է կտակել, միանգամից փոխվեց Կեսարի օգտին։ Բոլորի շուրթերին նորից Կեսարն էր։ Սա հռոմեական սենատական օլիգարխիայի ընտրախմբի մեջ որոշակի վախ առաջ բերեց։ Այդ ժամանակ սենատ ներկայացավ Կիկերոնը եւ առաջարկեց մի արտաքինից մի այսպես ոչ այսպես մինչև վերջ տրամաբանական մի բանաձև։ Կեսարի մահը ընդունենք ի գիտություն եւ նրան սպանողներին էլ չպատժենք։ Բոլորը միանգամից կողմ դրան քվեարկեցին, թեպետ շատ լավ գիտեին, որ սա գործողությունների միայն սկիզբն է։ Ապագան անպայման կտանի այս իրողությունների խախտմանը, որ սա հավասարակշռություն չի, սա պարզապես հնարավորություն է։
որպեսզի կարողանան շունչ քաշեն եւ հասկանան, թե ինչ է կատարվում Հռոմում։ Այս բանից սկսեցին օգտվել հանրապետական այս դավադիրները, եթե կարելի է այդպես ասել, որպեսզի միավորեն իրենց ուժերը։ Եվ նրանք նույնպես Պոմպեոսի պես մտածեցին, որ ընդհարում պետք է լինի, բայց ոչ Իտալիայի սահմաններում, էլի նրանք պետք է ընտրեին Հունաստանի տարածքը։ Մյուս կողմից կեսարականները սկսեցին միավորվել։ Ինչքան ներքին հակասություններ, որ ունեին, փորձեցին այդ ներքին հակասությունները միմյանց նկատմամբ լուծել։ Հենց այդ ժամանակ Հռոմ ժամանեց մի 19-ամյա պատանի։ Գայուս Օկտավիուս, ոչինչից աչքի չընկնող մի անձնավորություն, կեսարի քրոջ թոռն էր, որին կեսարը մի քանի անգամ էր այսպես ակտիվ շփվել որի հետ, բայց իր կտակի մեջ ճանաչել էր իր հիմնական, ժառանգորդ։ Այս պատանին ոչ մի նորմալ կրթություն չէր ստացել, հիվանդոտ էր, չուներ խոշոր ամբիցիաներ, չուներ խոշոր ծրագրեր, երկյուղած էր, եկավ Հռոմ։ Կիկորոն այնպամեն իրեն իր կողմը կանչեց, նկատի ունենալով, որ նրանք կհակադրի կեսարականներին։ Թվում էր, թե այդպես շատ լավ ընթացավ։ Կեսարականները հավաքվել էին հյուսիսային Իտալիայում եւ նախապատրաստվում էին ակտիվ ռազմական գործողություններին Անտոնիոսի գլխավորությամբ։ Կիկերոնը հասավ այն բանին, որ այս պատանուն տվեցին պրոպրետորի կոչում, խախտելով բոլոր կանոնները։ Սրա հետևից գնացին կեսարականների մի ամբողջ խումբ։ Եվ հյուսիսային Իտալիայում երկու կեսարական բանակներ կանգնեցին իրար դեմ։ Ինչ կլինի ապագան։ Կանգ առնենք այստեղ։